որ միշտ բարի եկած եք եւ բարի պիտի մնաք եւ բարի եկած եք այս վայրը, որ նման է Վերնատունին, ուր կհավաքվենք միասնաբար Տերը պարապանելու, մեծարելու, հարուցյալ Քրիստոսը մեծարելու, հոգիով լեցվելու եւ մեկս մեկ բարձրացնելու։ Ինչպես կհավաքվեին, որոնք աշակերտները միասնաբար խոստումը սպասելու, այն խոստումը, որ Տեր Հիսուս իրենց տված էր, հակառակ որ իրենք չէին գիտեր ինչ կսպասեին, բայց իրենք կհավաքվեին, որտեղ գիտեն խոստումը տվողը ով էր, հարուցյալ Հիսուս Քրիստոսն էր, որ մերելներեն հարություն արավ եւ իր բոլոր խոսքերը կատարեց։ Քրիստոս հարյալի մերելով սիրելի քույրեր, որ միայն հարությունը Քրիստոսը։ Եկեք բոլորս հոդնկայս Տերունական աղոթքով սկսենք մեր այսօրվա պաշտամունքը։ Անուն Հոր եւ Որդու եւ Ողջույն Սրբու ամեն։ Հայր մեր, որ հերինս ես, սուրբ եղեցի անուն քո, եկեցե արքայություն քո, եկեցի կամ քո, որպես հերինս եւ երկրի, հսած մեր անաբազոր, դուր մեզ այսօր, եւ թող մեզ զվարդիս մեր, որպես եւ մենք թողունք մեր օծվադաբանաս, եւ մի դանիրս մեզ իգործություն, այլ պրկյաս մեզ իչարեն, զիկոյր ակայություն, եւ զորություն, եւ պարկ, հավիտյանս, հավիտենից, ամեն, հրամեցեք սիրելի քաղցր քույրերս։ Այսօր այն օրն է, որ Տերն ստեղծեց ինչպես է սավ մարի քույրը, եկեք ցնծանք եւ ուրախ ալանք անոր մեջ, եկեք ցնծանք եւ փառք տանք, որ Տերը նախ ինք մեզ ընտրեց եւ ոչ թե մենք իրեն կործելու իր փառքին համար եւ մեզ մեր մոնը որովայնեն ծեվակերպեց լավակույնին համար, հավիտենական հարս ըլլալու համար եւ մեզ առատ օրդնություններով օրդնածեցինք բաշտելու համար։ Մենք իր մով ուրախ ենք եւ ուրախ կյանք կապրենք իր ներկայությամբ եւ Սուրբ Հոգին զորությամբ։ Եկեք այս առաջին պարապանական երգով փառք տանք եւ ասենք իմ Տերս, որ անսկիզբ եւ անվախճան է, ինձի կյանք տվավ, ուրախ կյանք տվավ։ Քանի ինք մեզի խաղաղություն, ուրախություն տվողն է, որտեղ ինք անոր ակն ու աղբյուրն է, մեզ ներող եւ սիրողն է։ Եկեք ասենք
Կծամ իմ դիրոջովս, քանի անի մեր եղջյուրը բարձրացուց, մեզ սորացուց և մեզ ներեց։ Սաղմոս 2 գսեր, Տերը պիտի կողեր, անոր հողությունը միշտ բերանս պիտի լա, իմ անձը սերոշմով պիտի բարձի։ Հալելույա։ Ինձի հետ Տերը մեծուցեք սիրելի քույրեր։ Հալելույա։ Ինձի հետ Տերը մեծուցեք սիրելի քույրեր։ Ուրեմն եկեք շարունակենք այս երկով քո վերքել եւ քո հանալ եւ սաղմոսներ երկել մեր արքաների արքային եւ հորը որդվույն եւ սուրբ հոգվույն շնորհակալություն հայտնենք, որ միշտ մեր հետ են եւ մեզ հալելույա եւ մեզ կողորմին եւ թավանենք, որ հարուցյալ Քրիստոսը հաղթական թագավորը հարություն արածել եւ այլ քերեզմանի մեջ չէ, քերեզմանը թադարկ է սիրելի քույրեր, հորը աջ կողմը նստած կփարեխոսե ինձի համար, ինչպես սաղմոսներ չի բարձրացնենք այսպիսի հրաշալի դիրոջը։ Եկեք այս երկով ասենք կքովերքեմ, կքոհանամ քեզանից եւ սաղմոս գերքեմ քու անվանդ, ով փրկիչ, ով Աստված։ Չեմ գիտեր եթե դուք նստած կրնակ այս երկու երկեր, ես անցած չեմ կրնալ, ամոր համար ամոր կփապակի ոտքի ելել եւ քովերքել Տիրոջ անունը դրա մեծ են քույրեր։ Բնակարանը ծեր բնակարանն է, վայրը ծեր վայրն է, որտեղ Տեր Հիսուս Քրիստոս այստեղ ներկա է։ Հալելույա։ Let's
չէ մեր բարեբանությունը։ Որտեղ նույնիսկ բարեբանության մեջ մենք կփուշվենք։ Բարեբանության մեջ վերքերը կփուշվի, բարեբանության մեջ ցավերը կփուշվի եւ մեղքերը կվերանան։ Այս օրերուն աշխարհով մեկ սփռված հայեր կողոքեգոչեն ապրիլ 24-ը։ Թշնամին չարը սատանան դարիներ առաջ, ինչպես գիտեք, ուզեց մնաչին չնել առաջին պետականորեն քրիստոնյա ջանցված ազգը։ Եվ իրենց խելացի միտքը ինչ էր, միայն ինչ պիտի ցկային եղեր։ Մեքայի անարուր թանկարանի մեջ։ Ուրեմն ինչ լավ աշխարհը թանկարան եղել է վերջերս։ Գիտեք, այս միտքը հղացողը բաց մարդիկ չէին։ Անոնք շատ խելացի մուսուլմաններ էին, սադանաներ, որ չարթը գազմագերբեցին, անոնց անունը Ըտիհադ ու Ատարախ ուզեցի հիշել, անոնց պիտի միանան և պիտի փազմանան, որով հետ կխանան։ Սպանեցին կահանաներ, մտավորականներ, անոնք կարծելով, որ երբ որ միտքը, քիրը և գրականությունը կոչնչացնեն, պիտի ոչնչացնեն նաև մեզ, հայերս, քրիստոնյաներս։ Եվ ինչպես գիտեք, 23-ի գիշերը անոնք հավաքեցին Սիամանտոտ, Էլբարուժան և շատեր և իրենց ժողովի համար և կրխանեցին։ Բայց Հիսուս ինչ հրավ և ինչ ասավ, ասավ ով հայ ժողովուրդ ապրիր և հարություն ար և ինչպես ես հարություն արի, թունալ հարություն ար, որտեղ իմ անունովս կոչված ժողովուրդը պիտի ապրի, շատնա, զորանա, վկայե իմ գործս պատմե և փակ տա։ Եկեղեցիները պիտի վերականգնվին, անմասուկ պատարակ պիտի մատուցանվի իմ անունովս և վերապրողները պիտի գործեն ինձի համար։ Ամեն քույրեր, ամեն։ Այսօր մենք կհիշենք և կպահանջենք 100-ամյակին այս անմորուկը հիշատակեցին, որպես նշանսենք, որ 5 քաղաքամասերու մեջ սփռված հայերը, որ ցեղասպանություն տեսած են, կհիշե և կպահանջի։ Մենք ինչ կհիշենք կամարացյաններս սիրելի քույրեր, մենք կհիշենք ազգովին դիրոջ մեծամեծ գործերը մեր ազգի կյանքի մեջ, անոր բարերարությունները և հրաշքները, եկեք միասին հիշենք։ Առաջինը, 301 թվականին Հայաստան ազգովին պետականորեն ինչ դարձավ, առաջին քրիստոնյա ժողովուրդը։ Հաջորդը, դարերու հրաշափայլ քույրը, ինչ ազգ ենք, որ հրեշտակը երազովը մեզի տվավ մեր սուրբ տարերը։ Գրիգոր Լուսավորիչ 13 տարի խորվիրան մեջ ապրեցավ և ետքը ելավ և դրթան թագավորին մգրտեց։ Սուրբ Թադիոս և Պարտովնիոս առաքյալներ հատուկ հասան Հայաստան հարինորը մեզի հասցնելու համար։ Նոյան դաբան ուրիշ տեղ չկեցավ, սավ ես Արարատ լերան վրա պիտի կենամ, փանք ես դեր։ Աստվածաշնչի թագուհի թարգմանությունը, որ տեղի ունեցավ Սահակ Մարտևի և Մեսրոպ Մաշտոցի միջոցով, թե ինչեր կան քույրեր, ես ասում կանած եմ, դու գսեք։ Փառքը լավ, որ ամենաշատ եկեղեցի ունեցող երկիրներեն մեկն ենք, ամենաշատ խաչկար ունեցող երկիրներեն մեկն ենք։ Թող որ այդ բոլորը Տիրոջը փառքին համար լա։ Ուրեմն անոր համար եկեք ազգովին, օրհնենք Տերը։ Օրհնենք Տերը եւ անոր սուրբ անունը եւ անոր բոլոր բարերարությունները իշան։ Ամեն։ Օրհնեցեք Տերը, ով բոլոր ազգեր։
դերը ներվիշտ կրգություն է։ Հայ ժողովուրդը 1915-ին ունեցավ խավարդարիներ, ունեցավ մեգուգես միլիոն զոհեր, դեղահանում, չարչարանք, կոնը մենք սուրյացիներս գիտենք այդ դեղահանումը և ինչ-որ ապրեցանք, ող, ցավ, հավատացեք մինչև այսօր մարդիկ կան այդ օրերու ցավը գաբրին։ Ընտանիքի մեջ ծանոթացա, որ երբ եկած են ռակա, կեսը դարձած է քյուրդ, կեսը մնացած է հայ, և իրենց անունի մեջ քյուրդ անունը մնացած է։ Գինը մգրտված է, հայ դարձած է, այստեղ եկա, որ քաղաքացիություն թիմը սա գներես, քու մեծ հայրերդ այլասկ է։ Այդ խեղճ կինը մինչև այսօր այդ ցավը գաբրի։ Բայց դեր լույս պրգությունն է, լուծումը պիտի գտնե, բայց փառքը լավ, որ մեր հայրը այս բոլորեն ինչ էր և իրենց հիշադակը թարեր առաջ ցույց տվավ հայտնության կրքի մեջ, թե իրենց հոգիները գործված չեն։ Հովհաննես Արաքյալ, երբ Պատմոս կղզիի մեջն էր, իրեն հայտնություններ դրվեցավ և այդտեղ ամեն հայտնության ժամանակ գնիկներ կակվեցավ, գրիկ մկատվեցավ, թող մպացվեցավ և հայտնություն մտրվեցավ։ 5-րդ հայտնությունը նայենք ինչ կսեք ուներ։ Երբ 5-րդ կնիկը կագեց, սեղանին դակ տեսա այն մարդոց հոգիները, որոնք սպաննված էին Աստծո խոսքին համար, ու անոր վկայությանը համար, ու իրենք գված էին, և մեծ ձայնով աղաղակեցին. Ով սուրբ ու ճշմարիտ Տեր, մինչև երբ պիտի չթադես և մեր արյան վրեժը չլուծես երկրի բնակիչները։ Ջերմակ համտեսներ դրվեցան անոնց, ու ըսվեցավ անոնց, որ քիչ մատենան հանգչին, մինչև անոնց ծառայագիցներն ու անոնց եղբայրները լման ընկան, որոնք իրենց պես պիտի սպաննվեին։ Եկեք այսօր մենք ոգեգոչենք անոնց հիշադակը, որ մահվան քնով, նահատակության քնով Քրիստոսը թավանեցին և չուրացան իրենց կրոնքը։ Հայ աղջիկներ իրենք սիրենք եբրատ քեդեր նետեցին, անցնասպան եղավ։ Վասն հայրենյաց և հավատքի գիներ իրենց կաթնգեր զավակը լրեցուցին, որբեսի իրենց բաղվդած վայրերը չգտնվի։ Օրեր Սուրյո Արաբադի մեջ են կալեցին անոթի և ծարավ։ Այսօր եկեք հիշադակենք իրենց սուրբ կործը և ասենք օրդնյալը լա իրենց նման նահատակներուն հիշադակը։ Պիտի հրավիրեմ բրիսկեքույրը, որպեսի ասմունքով մը ներկայացնե այն աղետալի օրերը, որ մեր նախնիները ապրեցան և մնացորդ վերաբրով ժողովրդին բարդավորությունները, որն է արդնալ թարնալով առաստված, աղոթելով մեր և մեր շուրջիններուն արդնցներով։ Արթնացիր հայ ազգ, Սուսաննա Սարգսյան։ Արթնացիր հայ ազգ, դերն է քեզ կանչում։ Արթնացիր իմ ազգ, դերն է քեզ կանչում։ Նրա սերն է քեզ բահում աշխարհում, նրա ողորմության պես դու հարադեվում։ Հիշիր պատմությունը քո երկնական, որքան անգամներ, ազգեր թաժան, գամեցել են քեզ հնաչին չանել, բայց հավատքն է քեզ պահել, պահպանել, և փյունիկի պես միշտ վեր խառնել։ Մի գործրու հավատքը այն սրբազան, որ քո նախնիներն են ունեցել, թարեր շարունակ
արհավիկների նահատակվել են, հայտ չեն ուրացել, և արյան քնով թարերի հորից մեզ են ավանթել հավատքը մեր սուրբ։ Նրանց սրտակես աղոթքներն անթուր, գիշեր ու ծորեկ երկինք բարձրացել, և Աստծո առջև մեր ասկի համար բադարակներ են խնգապույր դարձել։ Հիշիր, երբ նրանք քաղտի ջամփան են բռնել դղրամած, ավետարանն են իրենց հետ տարել, որպես մի մեծ քանց ավետարանը, որ մեր ասկի մեջ նոր անուն ստացել, Գարնիր ավետարան է դարձել։ Գարնիր է կոչվել, քանզի քննված է Աստծո որդուն պատվական արյամբ, և նաև գարնիր, որ մեր բաբերը ծոցի մեջ բահած նահատակվել են ու ներկել են այն սեփական արյամբ։ Արթնացիր հայ ասկ, մի մնա քնած, և մի նմանվիր ցու այն ասկերին, որ խավարած են, չար են անաստված, որ անգերց Աստծո փառքը թողնելով ճշմարտությունը ստի են փոխել։ Ամենակարող Արարչին թողած ստեղծվածներն են երկրպագում։ Արթնացիր շուտով և աչքերդ բաց, տես Աստծո որդուն, որ խաչին կամված, սիրող հայացքով ու փասկադարած գանչում է քեզ, գանչում քրկափած։ Վեր կաց իմ հայ ասկ և լուսավորվիր, որովհետև լույսն է եկել, և Տերոջը փառքը ծագել է քեզ վրա։ Ահա խավարը ծածկել է երկիրը, և մարախուն ասկերը, բայց քեզ վրա ծագում է Տերը։ Արթնացիր հայ ասկ, դարձիր առաստված։
Աստված ամեն ինչ ստեղծեց, բարի ստեղծեց, որպեսզի մարդ կարողաց վայել եւ ուրախանա։ Բայց մարդուն ինչը չար խորհուրդները թույլ տվավ, որ մեղքը աշխարհ մտնի։ Եվ պատմությունը անգամ եւս փոխվեցավ, որ բարի ստեղծված էր։ Ինչը պատճառը պատերազմներուն, նեղություններուն, չարություններուն, եթե մարդուն չար խորհուրդները։ Գայինի թրտապատճառը ինչ էր սպանության, եթե ոչ իր սրտին գեցվածքը։ Մարդիկ կձրակրեն եւ այս աղեղված, ավարված աշխարհի մեջ կգործեն։ Բայց միթե կգարձե, որ Աստված տեղյակ չէր։ Միթե առանց Աստծո հրամանի որևէ բանի առիթ կդրվի։ Շատ անգամ անհավատությունը չեմ ասել, այլ շատ անգամ անհավատությունը չէ, այլ ցավեն գսենք։ Միթե չլսար դեր։ Միթե չլսեցիր դեր։ Ինչու այս բանը պատահեցավ։ Ինչու այս բանին առիթ տվիր, որ հայ ժողովուրդը այս բանեն անցնի։ Քույրեր, մեր հայրը ամեն ինչ էլ տեղյակ է։ Հռոմեացիս մեջ գրված է. «Վասնզի գարտանք ով քիծավ Տիրոջ միտքը, կամ ով անոր խորհրդակից եղավ, կամ ով նախապես անոր բանը լսավ, որ փոխարեն է։ Վասնզի ամեն բաները անգել անով եւ անոր համար»։ Դերը շատ անգամ առիթ կուտա, քանի իր խոսքի մեջ կսե. Ես իմ սիրածս կխրատեմ։ Ես կխրատեմ առաջին քրիստոնյա ժողովուրդը, որպեսզի կատարյալ ըլլա իմ առջևս։ Հիշեն իրենց Աստծոյին եւ դառնան իրենց չար գործերեն։ Այո, ամենը եղավ, բայց հայ ժողովուրդը ինչ արավ, հարություն արավ, եւ մենք մնացորդներս ինչ կպահանջենք։ Սիրելիներ, մենք քիչ առաջ ինչերը կարդացինք, ինչ կպահանջենք, քիչ առաջ կարդացինք, ինչ օրհնություններ ունեցանք, հիշեցինք, եւ մենք մեզ մնացորդեն ինչ կպահանջենք եղել քույրեր, արթնալ, արթնալ եւ ինչն է, միան եղել պիտի չարթնալ քույրեր, պիտի արթնցնենք, մենք ընելիք ունենք հավատացյալներս։ Քիչ առաջ ասինք կհիշենք եւ կպահանջենք։ Հիշեցինք օրհնությունները եւ հիմա պիտի հիշենք, ինչ որ կպահանջենք։ Կպահանջենք, այո թալիքույր, վերափոխված հայ ազգ, հավատարիմ մնացորդ, Տիրոջ ապավինող ազգ, խոստումներ պահող եւ խոսքը կատարող ազգ։ Ուրեմն մեզ ինչ կպահանջի քույրեր, որ վերափոխվենք, հավատարիմ ըլլանք, Տիրոջ ապավինենք, խոստումներ պահող եւ գործող ազգ ըլլանք։ Ամեն։ Չգարձենք, որ եղածը միայն հայ ժողովուրդին էր։ Եվ կգարտանք հին ուխտը, ինչ կտեսնենք, ինչպես հրյա ժողովուրդը Երուսաղեմեն ուր կտրվի, թույս կտրվի։ Եվ այդտեղ շարդ կպատահի, բարիստները գայրվին, մեծ տիվով հրյաներ ծիրուցան գլան, պատկերացուր, Աստծո ընդրյալ ժողովուրդը, Աստծո սիրած ժողովուրդը, ինչ եղավ, և ինչպես եղավ հայ ազգին հետ։ Նույն թեպքը պատահեցավ իրենց հետ, բայց պարքը լավ, որ մեր Աստվածը ինչ է եղել, ողորմած և խոստումներ պահող Աստված է, և ինչպես հրյա ժողովուրդը իր չարության պատճառով քերի դարվեցավ, բայց նայեցեք որու պատճառով հավատարիմ մնացորդին
հավատարիմ մնացորդին մի քանի անձերու պատճառով 70 տարի վերջ անոնք ինչ եղան քերութանել եւ դրադարձան եւ հայ ժողովրդի նման վերապրեցան եւ զարգեցան եւ ավելի ուժեղ եւ զորավոր դարձան Աստված հետաքրքրված է մեր հավիտենականությամբ սիրելի քույրեր մեր կրկությամբ մեր աբակայով մեզ այս աշխարհին համար չստեղծեց ինչի համար ստեղծեց հավիտենականության համար ստեղծեց ինչպես մենք մեր զավակներուն կզգուշացնենք շատ անգամ եւ իրենց կպաչեն տեղին ագան չկքաշեն ինչու որ չխոդորին ոչ թե մենք իրենց չենք սիրել Աստված նույնը գնե իր զավակներուն Եկեք միասնապար տեսնենք, թե հրեա ժողովրդի մնացորդը, որ Բաբելոն տարվեցան Ասորեստան կամ այն շրջաններում մեջ ինչ կրին, իրենց ասքի բրգության համար, որ այսօր ես և թուն, սիրելի քույրս, գանչված ենք նույն բանը գնելու։ Անցյալը կրնաս փոխել։ Ինչը կրնաս փոխել մի հանդիրոջմով։ Ներկան և ապական։ Այսօր միասնապար պիտի տեսնենք մի քանի հավատարիմ մարգարեներուն Աստծո ծառաներուն, թե անոնք ինչ եղրին, ինչ ապումներ ունեցան, ինչ կին վճարեցին։ Պիտի վերցնենք 5 անձնավորություններ։ Քույրեր հատուկեն ուզեցի ձեր հաճելը այս բոլորը, որպես երբ որ մեկը ցեզի Եզեկելս է, չսեք ով է Եզեկելը, Եզրաս մարգարե բայց ով է, ուզեմ միասին սորվիկ քույրեր։ Ես աշխատեցա, որ միտքս մտապահեմ մի քանի բարերով, ուզեմ թուգալ սորվիկ ասոնք։ Ուրեմն 5 մարգարեներ կամ 5 Աստծո ծառաներ պիտի վերցնենք այսօր Եզեկել Թանիել, Եստեր, Եզրաս և Նեհեմիա։ Ուրեմն Եզեկել որ ժամանակաշրջանին և Թանիել ապրեցան, այդ ժամանակաշրջան որ ուրքած դարեր էին հրեա ժողովրդի, Բաբելոն, Եստեր Պարսկաստանի մեջ, անոր հաջորդող շրջանը։ Եվ ատքից հետ որոնք մասի միտ խոսենք Եզրաս և Նեհեմիա, անոնք Երուսաղեմ վերադարձան, որ ինչ գործեր ունեին, մի տեսնենք միասին։ Ուրեմն Եզեկել ինչ է, մարգարե, քահանա։ Երբ որ Եզեկել անունը մեր միտքը կա, ինչ կուկա առաջին ամենանշանավոր հրաշքական դերսիլքը, 4 ոսկորները։ Թանիել ինչ է, մարգարե։ Առաջին բանը որ մեր միտքը կուկա, արյունի կուպին մեջ, որ անոնք ազատեցան, կամ գրակ է։ Պարսկական ժամանակաշրջան Եստեր ինչ կհիշենք, թագուհի, ինչ արավ, ձոմ մարգարի տվավ եւ իր ազգին ազատեց։ Վերադարձանք Երուսաղեմ։ Եզրաս առաջնորդ էր, քահանա էր, հոգևոր վերածնունդ բերավ։ Այսինքն Իսրայելի ժողովրդին ինչը շինեց, սիրտը։ Նայեցեք, Եզրասը հոգևոր առաջնորդ էր, ուսուցանեց, իրենց վերականգնեց Աստծո խոսքով։ Իսկ Նեհեմիան ինչով դարձել առաջնորդ էր, բարիսպները բարձրացուց, անոնց կյանքը գառուցեց։ Այս երկուքը միասին զուգահեռ գործեցին։ Ուրեմն Եզեկել, Թանիել, Եստեր, Եզրաս, Նեհեմիա։ Մի քանի անգամ պիտի դեպնեք քույրեր, վնաս չունի, գրքներով մեր միտքի մեջ կմետափերենք։ Անցնենք հաջորդին։ Ուրեմն առաջին անձնավորությունը ով է, Եզեկել, 4 ոսկորներում գարատրացիա։ Որ ժամանակաշրջանները սինք, Բաբելոնի քերության շրջան։ Ինչ էր ինքը, մարգարե, անոր պատգամները, որոնց ուղղված էին քերության մեջ գտնվողներուն, սփյուռքի մեջ գտնվողներուն համար էր։ Դեսիլքով իրեն երբ որ ինք Բաբելոնի մեջ էր, դեր իրեն դեսիլքներ ուտա եւ գսկուշացներ Թադաստանին, Աստծո Թադաստանին մասին եւ Իսրայելի ժողովուրդը պիտի վերականգնի։ Որ մեկ դեսիլքը կգործեք, որ վերականգնման մասին է Իսրայելի ժողովուրդի 4 ոսկորներ, որ Իսրայելի ժողովուրդը պիտի վերականգնի։ Ամեն։ Անցնենք հաջորդ սլայդին։ Եզեկել 22:30, հիմա պիտի մտնենք խորերը, շատ կարճ։ Անոնցմե մարդ մպնդրեցի, գսեք, արդանք միասին, անոնցմե մարդ մպնդրեցի, որ բարիս վշին է։ Ու խրամատին մեջ իմ արջևս կենա, երկրին համար, որպես իզանիգա ինչն է, այս ինչ գսեք։ Մարդ վճի կգա։ Այն օրերում հիրյա ժողովորդի վիճակը ահավոր էր, ներքի գողման է։ Ոչ թե միան ժողովորդը, կահանաներ, մարգարեներ, իշխաններ, իշխանություն, բղծություն անային։ Լան անոնք Իսրայելի մեջ, սպիրկի մեջ, լան անոնք Բաբելոնի մեջ։ Բայց ահի վելի ահավոր վիճակը ինչ էր,
որ մեկը չկար, որ ինչն էր 100,000-ավոր քույրեր, մարդիկ եղել, չկար մեկը, որ աղոթեր։ Մովսես որքան աղոթեց, որպեսզի Տիրոջ բարությունը իջնե, հրեա ժողովրդին վրա եւ իրավիճակը փոխեց։ Քահանաները, երեցներ, առաջնորդներ, մայրեր, քույրեր, ինչ էր ձեր գործը։ Ինչի մասին կմտածեիք։ Ինչ կնեին այն օրերում կողբային, կպապասեին, ինչ կնեին։ Գսե խրամատի մեջ իմ արջևս գենալու մեկը չմնաց։ Ուզեցի ցեզի խրամատ բարը բացատրել նկարողը։ Ուրեմն խրամատը ինչ է, զինվորները այդ տեղը որ պետք է պաշտպանեն, բարիստ կշինեն։ Եվ այստեղ է գտիդեն։ Հոն պետք է մեկը գնա որ դիտեն եւ նայի։ Այդ խրամատի մեջ ես եւ դու գանչված ենք գնալու։ Եթե մեկ կտեսնախ ես պատրաստ, Տիրոջ մոզորացած եւ կտեսնեմ դժվարություններ, մեղք եւ նեղություն, ես հոն կգենամ, կփարեխոսեմ իմ ազգի զավակներուս համար։ Սիրելի հավատացյալ հաջորդի, շատ կարիքներուն համար պետք է աղոթեք եւ բանջկներու։ Բայց նույնքան բարդական են փարեխոսական աղոթքներու համար։ Զարի վրայի որտոդած բաժինները, մեղքերը պետք է հանենք, որպեսզի ապրի եւ բդուղ տա։ Ուրեմն առաջին բանը, որ կբանջվի մեզ մեր, ինչ պիտի անենք, պաշտպանության բարձները պիտի պարզացնենք քույրեր մեր ազգի զավակներու շուրջը։ Եվ անոր արջևը գենալու մեր անձերը ինչ պիտի վարժեցնենք, աղոթքի ծունգեր, պիտի վարժեցնենք մենք մեզի փարեխոսական աղոթների։ Քույրեր մի դարձեք թիրուն է։ Իրականությունը ուզեք մի դարձեք թիրուն է։ Ամեն արդու ելեմ, ես ժամանակ տրամադրեմ, բայց պիտի վարժեցնեմ ես իմ անձս, որպեսզի փարեխոսեմ իմ ազգի զավակներուս համար։ Ինչպես որ ըրի Եզեկիելը, Մովսես, Եղիան, Դավիթը եւ աղոթքներ բարձրացուցին։ Եկեք մենք միասնապար երկեք այս երկը եւ ասենք Տիրոջ դարին հասած ենք։ Թաշտերը ինչ են, սպիտակ են քույրեր։ Գալիս են, պատրաստը դիր Աստծո ժողովուրդ։ Օրհնյալ է Աստված, որ գալիս է շուտով։ Բավական այս երկու չենք երկած սիրելի քույրեր։ Oh
չէ, ես ուրիշ եմ բերել։ Ամեն։ Ուր հասանք։ Սիրելի քույրեր, մեկը գա որ աղոթքի պետք ունի, որ իր աղոթքի ծունգերը զորանա։ Մեկը գա որ ուզե աղոթենք, որ իր աղոթքի ծունգ։ Մամա ելիր քո աղոթքի ծունգերը պետք է զորանա, ամեն արբի քույր ոտքի ելիր, սոնա քույր ամեն ոտքի ելիր, այո քույրս ոտքի ելիր, վերջին քույրիկ ոտքի ելիր, զեպիր քույր։ Հաջիս երկու աղոթի այս քույրերուն համար, որ իրենց աղոթքի ոտքերը զորանա, որպեսզի կարողանան խրամատի մեջ դենալ։ Անհոր եւ որդվո եւ հոգուի սրբ ամեն ով սուրբ ոգի Աստված ես դու այս մարմիններուն դերն ես դու այս մարմինները դաջար հրած ես ով դեր քու ներկայությանդ այս քույրերս որ հիմա ոտքի են ամեն մեկը քու դաջարը դեր եւ դու անոնց մեջ գաբրիս եւ գոյադեվես դեր դու գուզես որ մեր բոլորին աղոթքի ծունգերը զորանան ով դեր, մեր աղոթքի սեղանները վերագանքնին, եգուր դեր, եգուր հոգիիտ կրագովը, աղոթքի սրդեր, աղոթքի հոգիներ, աղոթքի ձունգեր, ով դեր շնորհե և հրահրե այս քույրերուս և ոտքի չգեցոններում մեջ իսկ ով դեր, բոլորը որ իրեն կփապակին, որ աղոթքի ձունգեր ունենան, քեզի հաջելի զավակներ լան, Թուն, որ ով դեր թուն, երկրի վրա քո ապրած ժամերուտ մեջ դեր երբ չաղոթեցիր, երբ քո հաղորդակցությունդ գոդրվեցավ Հայր Աստծո հետ, ովևէ մեկ ժամանակ դեր, ովևէ մեկ ժամանակ թուն Աստված է լալով, աղոթքին գարիքը, աղոթքին զորությունը գիտես եւ վայելեցիր, եգուր մեզիալ վայելել դուրով դեր, եգուր զորացուր քույրերուս աղոթքի կյանքը, աղոթքի ծունգերը եւ աղոթքի սեղանները վերագանքեն։ Հիսուսի բզոր անունով գաղոթեն։ Ամեն։ Հալելույա։ Երողորդ մեծ է սիրելի քույրեր, այո հրավիրեցեք։ Երկրորդ անձնավորությունը, որ միասին շատ հագիչ կերպով դարձագրի սերտեք Եզրասներ։ Առաջինը Եզեգելն էր Պապելոնի քերության։ Եզրասը Կացովն է։ Սա մեկը դարձավ եկած յետև։ Ժամանակաշրջանը երբևէ չեմ տեսնել ժամանակաշրջանը քերութենեն հետո վերադարձավ ուր Երուսաղեմ եւ ինչրավ վերագանքնեց օրենքի ուսուցումը ինչպես որ քիչ առաջ ասի անոնք գարտած նման օրենքի գիրքը եւ իրենց հոգեվոր բարձում տվավ Եզրասը քահանա է օրենքի ուսուցիչը ով վերադարձավ Բաբելոնեն Երուսաղեմ եւ հոգեվոր վերածնունդ բերավ ժողովրդին վերադառնալով Մովսեսի օրենքը ուսումնասիրեց եւ պաշտամունքի մաքրությունը բացատրեց Ուրեմն Եզրաս օրենքի ուսուցում հոգևոր բարձունք Կարդանք Եզրաս 8:22 նայեք Եզրասին կյանքի որ մեկ հատվածը արածենք Վասնզի ճամփրու մեջ մեզ թշնամիներեն պաշտպանելու համար կարդանք միասին թագավորի զոհ ու ցիավորներ ուզելու ամաչծա Որովհետև թագավորին սերայիք թեր մեր աստծուին ցերկը բոլոր զանիկա փնտրողներու վրա է հարության ու անոր զորությունն ու բարությունը ամեն անոնց վրա է, որոնց զանիկա կթողն։ Խնդրեցինք ու անիկա մեր խնդրանքը ընդունեց։ Ուստի ծոմ բռնեցինք ու այս բանին համար մեր Աստծուց օգնություն խնդրեցինք։ Ու անիկա մեր խնդրանքը ընդունեց։ Ուրեմն, Եզրաս ուր գաբրեր, փողոցը Բարզդոնի մեջ ուր գաբրեր գարձեք, թագավորի բանակի մեջ կապրել Եզրաս։ Բանի գարիկ չունես, անհբար դեր իր աստուծմով։ Եվ որովհետև արիտ ընձայված էր իրեն, որ պալատի մեջ ապրի, ուրեմն թագավորի որու մասին կարողացած էր խոսիլ իր աստծուի մասին։ Աշխարհիկ մարդոց մեջ իր աստծուի մասին կխոսեր։ Եվ այդքան ինքը հբար դեր իր աստուծմով Իմ Աստվածս ամենակարող է, իմ Աստվածս մեզի կպահե, իմ Աստվածս մեզի կպաշտպանե, այդ բաները խոսած էր, եւ թագավորը այն օր եկավ, որ իրենց արին տվավ սա որ Եզրաս թուն եւ ժողովուրդը։ Կացեք, այդքան որ սիրած էր իրեն, այդքան որ իր աստուծմով հիացած էր, կացեք Երուսաղեմ, դուք ձեր Աստվածը մաշտեցեք, հոն գառուցեցեք։ Հիմա Եզրասը գլսե որ ճամփան ինչ կա եղեր, քողեր կան։ Կգենա Եզրասը
Հիմա ես Աստծուց թագավորին ասած եմ, որ իմ Աստվածս ամենագարող է, մեզի կպահե։ Հիմա եկուր թագավորին ասեմ, որ ինձի զորք խրգե ինձի պաշտպանե։ Ինչպես պիտի ըլլա, ես Աստծուց մասին իմ հավատքս փոխեմ, իմ կասկածս փոխեմ, որ շատ անգամ մենք կնենք կլուր։ Ցավոք սրտի մենք կնենք։ Հակառակ որ գիտենք մեր Աստվածը ինչեր ըրած է եւ ինչեր պիտի անե, բայց նորը մարդկային գործերը գերտան։ Բայց այս եզրաս առաջնորդը չսապամա։ Բայց ինչ նրան գգարձիկ շատ զորավոր է մարմնով, ոչ զոմ բահեց և աղոտ կրավ, որբեսի դերը իր անցը զորացնե և հավատքով երդա և արյան պաշտպանությունը վայելե։ Ամեն սիրելի քույրեր, մենք խոստում ունենք պահպանության և պաշտպանության Տիրոջմե, բայց խոստումը փարերով չի գործեր։ Ես երդվում կնելիք ունենք։ Եվ գսե անոնք իրենց անձերը սրբեցին ծոմապահությամբ աղոթքով և Տիրոջ խոստումի սպասեցին։ Անոնք վկայեցին թագավորին իրենց Աստծո մեծությանը և գործերու մասին և փառավորեցին անոր անունը։ Գիտեք անոնց աղոթքով և ծոմապահությամբ միայն չգրցան ելնել, այլ ինչեր վայելեցին, դաճարին շինությունը, մարդիկ բրկվեցան մեղքերը և անոնք եղան այն սերունդը, որ Մեսիան կսպասեն։ Այդ սերունդը, որ Եզրասին է վերադարձան Երուսաղեմ, այն սերունդը, որ Մեսիան կսպասեն։ Այսօր ես և թուրքույրս կանչված ենք աղոթելու և սրբվելու մեր ասկին զավակներուն համար, որպեսզի մեր եկեղեցիները հոգևորապես վերականգնին, հոգիով և զորությամբ գործեն, հայորդիներ հայ ասկի զավակներ բրգվին և մենք ըլլանք առաջին քրիստոնյա ասկը, որ կսպասե Քրիստոսի երկրորդ գալուստը։ Ոչ թե միայն քրիստոնյա եղավ վերջ, այլ ինչ կնենք կսպասենք Հիսուսի երկրորդ գալուստը։ Իմ անունովս կոչված ժողովուրդը եթե խոնարհվի եւ աղոթ կնե, եւ իմ երեսս փնտրե, եւ իր չար ջամփաներեն վերադառնա, ես սարունդեմ իտ լսելերը մեզի, որքը փասը պետք է սեք, որ լսե եւ առանց մեղքերը ները եւ առանց երկիրը բժշկե։ Պիտի հարավիրեմ Արմին քույրը, որպեսզի մեներքե մեզի, դարձեք ով հայեր ողջ Հայաստանում։ Եվ ետք աղոթենք ամեն մեկս յուրաքանչյուրս մեր ասկի զավակներուն համար։
Չարաչ որում ասին խոսեցանք։ Եզրաս։ Հիմա որում ասին իտ խոսենք։ Նա ինքն Եզրաս և Նեեմիան ինչ կապն են իրար հետ։ Որ ժամանակաշրջաններ, նորեն, հետքերության շրջան, Նեեմիան ան ինչ եկավրավ, վերադարձավ, որպեսի ինչ շինեն Երուսաղեմի բարիստները։ Նեեմիան Պարսկաստանի արքունիի մեջ պաշտոնյա էր, որ առաջնորդեց Երուսաղեմի, որ առաջնորդեց հրյա ժողովուրդը թեպի Երուսաղեմ, բարիստները վերագառուցելու։ Ամեն։ Երբ այս խոսքերը լսեցի, կարդանք միասին, նստալացի ու կամի մոր սուզվրվեցի, և ձոն պահելով երկնքի Աստծո աղոթով։ Ուզի, ով Տեր Աստված երկնքի, որ մեծ ու ահեր Աստված ես, ու քեզ սիրողներու և քու պատվիրանները պահողներու ողորմություն գծուցնես։ Կաղաչեմ, քու ականջները թող մտիկ ընեն, ու աչքերը թող բաց լինեն, որպեսզի լսես քու ծառայի աղոթքը, որ քու ծառաներուդ Իսրայելի որդիներու համար։ Հիմա սորեն ու գիշեր քեզ կմատուցանեմ, խոստովանելով Իսրայելի որդիներու մեղքը, որոնք քեզի դեր մեղանչեցին, քանզի թե ես և թե իմ հորս տունը մեղք գործեցին։ Հիսուս։ Բալադի մեջ ապրող Նեեմիան, որ թագավորի քավանտակագիրն էր գսեր, այսինքն Նեեմիան նախիկը քինին գխմեր, և ետքը թագավորին ուտար, երևագայցեք թագավոր բարսկինի գխմեր, լավակույն քինի, ասիկը Նեեմիայի պարքի կյանքը որ գաբրեր բալադի մեջ, ուրիշ մեկը չուներ, բայց ադի իրեն ուրախություն ուտար, գծավեր, որ իր երկրին բարիստները կանթպացել, գծավեր իր երկրին սահման չունի իր երկիրը, սահմանի թշնամիներ կա, ինչպես հիմա շատերը սկսենք, մեզ ինչ սահմանը ինչ կլա, մեզ ինչ եղավ, մենք կարևոր Երևանի մեջ հակից նստարենք։ Նեեմիան աղքատ մարդկանց դժվարությունները գաբրի, ոչ թե ինքը միան հոներ, մդավ աղոթքի և ձոն բահեց, և խնդրեց, որ երթա և ինք գրգին բարիստները շինի, կույրը միան չաղոթեց, միան վերացական կորդ չրավ, կորդի անցավ, կորդի լծվեցավ, այո, գաղոթեմ քեզի համար, բոլոր աղքատներուն համար, թողդերը իրենց ողորմի, թողդերը ուրիշ հարուստներ գտնեն, որ իրենց թուն պիտի ես կույրս, աղոթեցիր, բայց թուն ողորմություններ է, թուն օգն է, թուն հակուստը դուր, մի սպասել ուրիշը կավան է։ Սիրելի կույրս, մեր երկիրը միշտ ալ ցավոք վտանգի մեջ է, ինչու գիտեք, որովհետև մեր շուրջի թրացիները տաճիկներ են և միշտ հարցագելու պատրաստ։ Մեր նորահաս երդասարտները վտանգի մեջ են, տշնամին լեցուն են, չարություններով, մենք ինչ պետք է լինենք, մենք պետք է այս երկրին բարիստները կանգնեցնենք աղոթքով, մնացածը դերը ինքը պիտի ընե։ Սուր մինար դեմ Եսուղ el-Մեսիح حول Արմենիա։ Սուր մինար դեմ Եսուղ el-Մեսիح حول Արմենիա։ Բարիսպե գրակ Հիսուս Քրիստոսի արինով Երևան Հայաստանի շուրջ։ Բարիսպե գրակ Հիսուս Քրիստոսի արինով Հայաստանի շուրջ։ Արդարին չերմերանտ աղոթքը մեծ հաստատություն ունի։ Եթե մենք այսօր կհավատանք, որ բոլորս արդարացած ենք Քրիստոսի արինով և Քրիստոսի անձով, ուրեմն մենք իբր արդարներ այսօր գործնական քայլ պիտի առնենք և չերմերանտ աղոթք պիտի բարձրացնենք, մինչև ճախուպը պիտի բարձրանա և պիտի խնդրենք Եհովա Աստուծմե, որ իր անձը Մովսեսին ճանաչուց և ասավ ես եմ, որ եմ, ով է ես եմ, մեկը կնա ասել ես եմ, դիրոջ մեզատ, մեկը չի կնա ասել դիրոջ մեզատ, և այդ եսեմի մեջ բարբակված է, Ռաֆա բժշկարար Աստվածը, որ երկիրը կպուշ է, Էլոհիմ Աստվածը, որ սկիզբեն նստեղծեց ինք ամեն բան, Շադայ ամենակարող Աստված ասել է, որ ձերացած
Իր է Աստվածը, ճիշտ ժամանակին կհոգա։ Ադոնայ Աստվածը, որ մեր առաջնորդն է եւ դիրոճմեն եւ դերն է, որ կպահե մեզ եւ մեր սահմանները։ Եվ զինվորները։ Հիմա ոտքի կերնանք սիրելի քույրեր, գործնական քայլ անենք։ Եվ մեր ցերկերը դալացենք Հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք եւ բոլոր սահմանները։ Մեկ կողմեն Վրաստան, մեկ կողմեն Թուրքիա, Բարսկաստան, Ադրբեջան, պիտի չասեմ, Թուրքիա եւ դարացենք մեր ցերկերը այս սահմաններում։ Թուն անելիք ունիս։ Մինչ պիտի երկենք Yahweh, Rafa, Երչախումը պիտի երկես սիրելի քույրեր, թունաղոտ բարձրացուր, թունաղոտ է հիմա, այս պահում միան քեզ մեկը խնդրվի, որ աղոթես։ Հալելույա։ Սահմանների պահպանություն, զինվորներու պաշտպանություն, պահպանություն, երդասարտները, մեր երկիրը Հիսուսի արյան ծածկոցին դակտիր և սահմանները Հիսուսի քղանց կդարացել վրա։ Ամենագարող Աստված այս մահվան մեջ կխոնարհիկ Տեր, խոնարհիկ ու սուրբ ներկայության դարձավ եւ գսենք ով Տեր Տուն մեծ ես, Տուն ամենագարող ես, Տուն հզոր ես, Տուն սուրբ ես, օրհնյալ ես Տեր այսօր եւ հավիտյանս հավիտենի շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք որ Տուն խոստումներ դվող եւ բահող Աստված ես, շնորհակալ ենք Տեր որ Տուն մեր ասկը ոչ թե միան գանչեցիր, ապա նաեւ բաղեցիր, ապա նաեւ ապրեցուցիր ով Տեր, որպեսզի քու փառքիդ համար ապրենք եւ գործենք եւ քու բրբուչյան բարի դուրը տարածենք։ Տեր Հիսուսի անունով այս բանվան մեջ կխնդրեմ մեզ մեր յուրաքանչյուրին համար, որ դու արթնցնես մեզի Տեր, եթե դա գամին քնածած ենք, որպեսզի գամքնենք մեր հետներեն եւ
ցած ծունկերը, Տեր Հիսուս եկուր եւ բարձրացում դույցած ձեռքերը, որպեսզի վեր բարձր մնան մեր ձեռքերը քեզ օրհնելու, որպեսզի մեր ծունկերը գտնած մնան քո անունդ բարավորելու։ Հատուկ ենք խնդրենք Տեր Հիսուս մեր սահմաններուն համար, մեր սահմանին վրա գեցող երիտասարդներուն համար։ Տեր Հիսուս փավ սեվե, եւ Տեր Հիսուս անոնց հոգիներուն գորուստի մասին անգամ մնաչի լսենք։ Տեր Հիսուսի անունով կխնդրենք, որ քո արյանդ պաշտպանությունը մեր երիտասարդներուն վրա ալա, որ քո արյանդ պաշտպանությունը մեր սահմաններուն վրա ալա։ Տեր Հիսուսի անունով թուն թշնամին գաբլող ասվածնես եւ թուն մեզ իշխանություն տված ես, որպեսզի ինչ որ երկրի վրա գաբենք կապված ըլլա եւ ինչ որ արձակենք արձակված ըլլա։ Հիսուսի անունով կխնդրենք Տեր, որ դու չարը գաբես, իր չար հնարքները գաբես ո Տեր, եւ թող բարձրանա քո անունը, եւ թող բարձրանա քո փառքը, եւ թող բարձրանա ավետարանը ով Տեր Հիսուս այս խավար օրերուն մեջ Տեր հատուկ ենք կխնդրենք բահե այս երկիրը, այս ով Տեր ընտրության ժամանակներում մեջ հատուկ ենք ով Տեր կխնդրենք, որ քո խաղաղությունը հանգչի մեր երկրին վրա, քո խաղաղությունը Տեր Հիսուս, որ ոչ արևելքեն է եւ ոչ արևմուտքեն, եւ դու կսես այն խաղաղությունը, որ ես ցեզի գուտամ, անիկա մտքե վեր խաղաղություն է։ Տեր Հիսուս օրհնյալը լաս խաղաղության իշխան, եկուր եւ հանգչի, եկուր եւ կործե, որովհետեւ միայն փառավորվիս այսօր եւ ավիտյանս ավիտերից հայր որդի եւ սուրբ ոգի Հիսուս անունով խնդրեց։ Ամեն, ամեն դերասորացնե, մինչ պիտի անցնենք եստերին, ուզայի աս Նեեմիա քիրքեն այս բաժինը դարձան, շատ քեղեցիկ պատկեր մնե, երբ Եզրաս եւ Նեեմիա միասին կհամագործակցեին, մեկը հոգեվոր գործը գներ, Նեեմիան բարիսները կբարձրացներ, գսե Նեեմիա ատարասատան, որ կառավարիչ է, Եզրաս կահանան որ թվիր էր եւ ժողովրդին հասկացնող խեփտացիները ժողովրդին ըսին այս օրը ծեր Տեր Աստծույն սուրբ օրն է ուստի սուկ միանեք քույրեր ու միլան ասացի բոլոր ժողովուրդը գոլային եւ օրենքի խոսքերը գլսեին քույրեր եթե մեր ասկի ժողովուրդը հոգեվորապես վերականգնի եւ բարիսները վերականգնի ուրեմն մենք սուկ պիտի չենք բայց մինչ այդ մենք սուքի մեջ պետք է աղոթենք ծոմապահությամբ, որ մեր ասկի զավակները բրգվին։ Ամեն։ Անցնենք հաջորդ երրորդ անձնավորության, Եստեր բոլորդ գիտեք, որ ժամանակաշրջաններ ինքը Եստեր ուր է, բաս Դաստան։ Ուրեմն երբ որ Քերութենե Բաբելոնեն դարձան, Պարսկաստանի մեջ գային հրեաներ, բաժինը վերադարձան, բաժինը մնացին։ Եստերենք այդ բաժինեն էին, որ Հայաստան չվերադարձան, Սուրիա մնացին։ Անհրյա թակուհի էր Գաբրիել բալատի մեջ, անփրկեց իր ժողովուրդը եւ թակավորին արջև գնալով եւ բարի խոսելով իր ասկի զավակներուն։ Գարտանք միասին բաղությունը։ Վասնզի այս ժամանակի մեջ, եթե դու լրես հրյաներուն ուրիշները օգնություն ազատում պիտի կա, բայց դուն ու կողորոտունը պիտի գործվի։ Եվ ով գիտե, թերևս դուն այսպիսի ադելվան համար թակուհի եղավ։ Ու Եստերը սավ, որ մուրդկեին այսպես պատասխան տան։ Քանա Շուշանի մեջ եղող բոլոր հրյաները հավաքեք ու ինձի համար զոմ մահեցեք։ Գիշեր ծորեք, 3 օր մի ուտեք մի խմեք։ Միան դուք մի իրեք, հա։ Նույնպես ես իմ աղախիններովս զոմ կբահեմ ու այնպես թակավորին արջև գելեմ, թե բեդև օրենքի թեմ էի մրացս, եթե մերնի մարդող մերնի, այն ադեմ ուրդ կեքնած ու ըրավ այն ամենը, որ Եստեր իրեն պատվարել էր։ Բոլորս գիտեք Եստերի պատմությունը, պիտի չպատմենք դարձյալ, բարձամես ուզեցի թեպքի հիշենք, որ փուկ հրյա աղջիկը Աստծո դոնորինումով ուր հասավ, բալատ հասավ։ Աստծո դոնորինումով չեք գիտեր թուն դերը քեզի որ Աստծուց կամ որ գտնի։ Միշտ մեկ բերանցերում վրա արնենք։ Այն օրերուն համար հասած էր իր ազգի բերգության համար։ Ասինչ ազնիվ վերապերմունք էր մուրդկեյեն,
որ իր եղբորը զավակին, որ ինքը բարձրացուցեր է գրել, որ իր եղբորը զավակին կհնազանդի անոր պատվերին։ Չսեմ, գեցի մեկ հատ նայքիքի մեջ ինչ գրված է, տուն ասած է նորմալ է կհնազանդի, ծոմաբաղությամբ և աղոտքով կկենամ։ Ճշմարիտ հավատացյալը նաև ազգասեր է։ Կարող է, որ մենք այ ազգի զավակ ըլայինք, եթե մենք հայ ենք, կարող է, որ տուն եվրոպացիցը նաև ֆրանսացիցը նաև ճիշտ չէ, բայց եթե տուն հայ ծնացես, ուրեմն քու ազգի զավակներուդ մասին աղոթելու պարտավոր ես սիրելի քույրիս։ Եվ Քրիստոսի փարիլորը դարացելու։ Թագավորին սիրտը Աստծո ցերկի մեջ ունի վտակներու պես։ Որ ինձ է հոն գտանի։ Արաքյալը հստակ պատվերում ունի մեզի, որպեսզի աղոթենք մեր վրա գարկված իշխանություններուն համար։ Ուրեմն եկեք աղոթենք մեր երկրի իշխանություններուն համար։ Այո, Անիկյուրը հիշեց, որպեսզի Տերը բերեն իրենց օրհնե եւ իմաստություն լեցնեն։ Քույրեր, ով ինչ կուզե թող ասե։ Խաղ կլա, ասանք կնեն, անանք կնեն։ Ես կհավատամ, որ թագավորին սիրտը Աստծո ցերկերու մեջն է։ Եվ մենք ոչ թե մեկ հոգի աղոթքով, այսօր կունս 60 հոգի կա։ 60 հոգի աղոթքով Տեր պիտի գործի։ Տերը արդարություն պիտի անե մեր ազգի զավակներուն համար։ Մինչ արբի քույրը պիտի կա եւ երկե քույրեր, երկին ընթացքին աղոթել։ Աղոթել իշխանություններուն համար։ Աղոթել մեկ անունները, չեմ ուզեր հիշելոս, ես բաներու մասին չեմ ուզեր խոսի։ Թուն հիշել։ Սեդեր, թուն գիտես իմ ամուսինիս, իմ զավակներուս դպրոցականը, թուն գիտես մեր ապրուստը, թուն գիտես սղաճը, Տեր հարմարակույն անձը դեր։ Թուն կարող ես հարմարակույն անձը գտնել։
շարունակենք մեր ուներում մեջ աղոթել եւ ծոմաբանությամբ Աստծո առջև գնալ։ Իսկ վերջին անձնավորությունը Դանիելը ժամանակաշրջանը երբ էր Դանիելին Բաբելոնը էր թե ոչ վերադարձած էր Բաբելոնի մեջ։ Ինչ կերեք, որոշեցեք։ Նույն Բաբելոնի քերության շրջանը ան Գաբրիել։ Գաբրիել արքունիքի մեջ եւ մարգարեիր։ Եզեկիելի ժամանակակից էր։ Ուրեմն Եզրասի Նեհեմիայի չէ, Եզեկիելի ժամանակակից էր։ Հայտնի էր իր դեսիլներով եւ ինչպես որսիկ արույցներու, կուպի եւ գրագի հրաշքով։ Աստված Դանիելին ցույց տվավ վերջին օրերուն գալալիքները։ Քանի անինչ ուներ քույրեր Դանիելը, հատուկ հարաբերություն ուներ Տիրոջ հետ։ Մաքուր էր, Աստվածահաճո յան Գաբրիել, առանց մեղքի, Գաբրիել բանադագամներու աշխարհիկ մարդոց հետ, բայց իրենց ներու մնալով եւ ցույց տալով իրենց դեր Աստծուն։ Առանց մեղանչելու, անոնց հետ կխառնվեր, կնստեր, անոնց սեղաններուն, բայց խմիչք չէր խմեր։ Եվ չէր ուներ այն գերակուրները, որոնք պետք չէր ուներ։ Մենք ալ կապրիկ այս աշխարհի մեջ, անշուշտ պիտի շփվենք աշխարհիկ մարդոց հետ, բայց ոչ թե մենք իրենց պիտի նմանվենք, այլ իրենք մեզի, որ մենք ալ Քրիստոսի կնմանվենք։ Անդադար քիրքեր կգրներ, Աստծո խոսքը կգարտար։ Խոսքի մեջն էր, որովհետև լավ խոսքը գարտացած էր, անորոման քիծավ, որ 70 տարի վերջ Երուսաղեմի ժողովուրդը պիտի վերադառնար, Իսրայելի ժողովուրդը Երուսաղեմ։ Եթե մենք այս քիրքը գարտանք, Սուրբ Հոգին մեզի շատ բաներ հայտնի։ Իմ կյանքիս մասին, իմ ասկի կյանքիս մասին Աստծո խոսքը Սուրբ Հոգին միջոցով պիտի հայտնի։ Աղոթքի նվիրված անձեր, մենք կանչված ենք աղոթքի նվիրված անձեր լալու, երկար ժամանակ կաղոթել, առանց վախնալու։ Երբ որ թագավորը ասած էր, որ չի պիտի չաղոթեք ինձ մեզ արուն եկում երկրպագություն պիտի չնեք, ան ոչ թե սկսավ ծածկապար, ելա պատվաններն ալ բացավ, որ տեսեք ինձ, ես Աստծույս պիտի բաշտեմ։ Եվ երկար ժամանակ ծոմաբանություն գներ։ Եվ անորոմար թագավոր իր հավատքը տեսնելով թույլատրեց, որ վերադառնա Երուսաղեմ։ Քույրեր, մենք կանչված ենք կանելու խրամատի մեջ, աղոթելու, զոմբահելու իմաստության համար։ Իբր մայրեր, իբր քույրեր, իբր կիներ, իբր Աստծո զավակներ, իբր աշխատողներ, իբր հայ ազգի զավակներ։ Բարք ուդամ Աստծո, որ դեր արիտ ընձայեց, որ այսօր միասնաբար այս 5 անձնավորությունները հագիրճ կերպով, շոտ հագիրճ կերպով սերտեցինք եւ դերը ընե, որ մենք ալ իրենց նման ըլանք։ Իրենց նման ծոմաբանությամբ եւ աղոթքի կյանքը ունենանք։ Մինչ վերջին երգը պիտի երգենք